Այսինքն լավա, այս ժայռի տակը։ Ուշադրություն, կրակոց, Արտուր, պայ վրեն, իա։ Կրակոց։ Սա ինչ նախը։ Դու ես փոխել։ Ես փոխեցի դեռ։ Так, մի հատ զարիժա դու պահում ես այդ բանի վրա, ժայռի վրա կամերան։ Ախպեր։ Ձայնս լսվում, հա, Գայանե ջան։ Ես խնդրում եմ ասեք, ձայնը լսվում է իմ։ Շատ բարի, որ լսվում է շատ բարի, ես հիմա ճիշտ ասած վիդեոներն եմ նայում, ժողովուրդ ջան, մեր ռոբոտների փորձարկման։ Ուշադրություն, կրակոց։ Մի քիչ լավ է, ես երկի բրեսի շատ լավ է։ Շատ ուրախ եմ, շնորհակալ եմ Արմեն Սոնա ջան, որ ձայնը լսվում է։ Ուրեմն ես շատ խնդրեմ մի րոպե սա կանգնացնեմ ես այս վիդեոն։ Ժողովուրդ ջան, այս հրատապ եթեր կարելի է անվանել այս եթերը եւ շատ խնդրեմ, որպեսզի իրոք այսքան ժամանակ այդպեսի բան չեմ ասել, բայց հիմա կուզենամ, որպեսզի այս եթերը շատ տարածվի, հեսա քիչ հետո մեզ կմիանա Վանը եւ մենք միասին կքննարկենք շատ կարեւոր հարց, որը որոշել ենք ես, Վանը եւ Վովա Վարդանովը միասին խոսալու ենք մենք երկրի մեր անվտանգային իրավիճակի մասին, մեր հնարավորությունների սահմաններում, մեր ասելով նկատի ունեմ նաեւ ձեզ բոլորիդ, որովհետեւ այն ինչ որ կատարվում է տարածաշրջանում, մի քիչ շատ անհանգստացնող իրավիճակը։ Բարև Միք ջան, հազար բարի, աղբերս։ Թե ինչ է կատարվում հիմա տարածաշրջանում բոլորիս հայտնի է դա եւ չի կարող այսօրվա դրությամբ չանհանգստացնել մեզ այս հարցը, դրա համար շատ լուրջ առաջարկություններ ունենք մենք եւ կխնդրեինք, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը լսեր այսօրվա մեր եթերը, դրա համար խնդրած կլինենք, որպեսզի տարածեք, որ հասնի իրանց այս ամեն ինչը։ Շատ
հետարքիր եթերա լինելու։ Ուրեմն մի քանի անգամ Վան Համբարձումյանը որպես ռազմական փորձագետ ինքը առաջարկություններ էր արել, թե ինչպես կարելի է մենք նման իրավիճակում պաշտպանենք մեր երկիրը նորմալ է, առօրյականս լավ է արդեն Միքո ջան, շատ լավ է նույնիսկ, լրիվ վերականգնվել եմ եւ այս եթերն էլ ապացույց է այդ ամեն ինչին։ Այո, Իգոր ջան, համագործակցությունը պետք է լինի եւ ոչ թե մենակ մենք երեքով ենք, այլ շատ ու շատ հայրենիներ կան, հրաշալի, որ միացած ենք եւ միասին այս համագործակցությունը պետք է գնա, դրանցից է Հակոբ Հագանյանը, դրանցից է Վովա Վարդանովը, Վանը, մեր կազմակերպությունը, դրանցից է մեր ոնց ասեմ ձեզ էլի, այն գիտնականները, որոնք էներգետիկայի բնագավառում մեծ աշխատանքներ պետք է կատարեն մեր երկրի համար եւ այս միասնությունը ձեր հետ միասին մենք այսօր կխորհրդակցենք, թե ինչպես պետք է կարողանանք այդ ամեն ինչը կյանքի կոչենք ու արագ ձևով կյանքի կոչենք, որովհետեւ օր-օրի վրա եռում է տարածաշրջանում վտանգները մեր երկրի գլխին եւ մենք սպասելու տեղ չունենք ու մեր հիմնական խնդիրը կայանալու է նրանում, որ եթե նույնիսկ թույլ էլ չտան, բայց մենք զորով, շարով պետք է կանգնենք մեր բանակի, մեր զինվորի կողքին, մեր երկրի անվտանգային խնդիրների կողքին պետք է կանգնենք ու մեր այս միասնական կոչը բերելու է նրան, որ մեր հզորությունը պետք է ցույց տանք, ոնց որ ասած մեր ծառայությունը ցույց տանք մեր զինվորին, մեր սպային, մեր բանակին։ Շնորհակալ եմ Միքո ջան, շնորհակալ եմ։ Հա Վազգեն ջան։ Ուրեմն ես չեմ ուզում միանգամից հիմա սկսեմ այն ամեն ինչը, ինչի մասին որ պետք է խոսանք, դրա համար մի քիչ ես ձգձգում եմ, որպեսզի Վանը միանա մեզ հեսա, ուր որը կմիանա եւ հիմնական զրույցը կտանենք մենք միասին, կքննարկենք բավականին հարցեր ու ձեր խորհուրդները մեզ շատ կարևոր կլինի այս ամեն ինչում։ Հիմնականում տարածաշրջանի հարցը կքննարկենք երկրի անվտանգային խնդիրներից, կխոսանք սահմանների ամրաշինական աշխատանքները կազմակերպելու պահով, բնակչության անվտանգային հարցերից կխոսանք, մարտավարական խնդիրներից, երկրորդ եւ առաջին բնագծերի ամրաշինական աշխատանքների կատարմամբ եւ ամենակարևորը, որ շնորհակալ եմ Ավո ջան, լավ եմ, առօրյականս լավ է արդեն։ Ասեմ մի բան, որ ընդամենը 1.5 ամիս չկա դեռ, որ վիրահատությունից դուրս եմ եկել, ծանր վիրահատություններ, բայց հիմա շատ լավ եմ զգում, ժողովուրդ ջան, ամեն ինչ նորմալ է, շնորհակալ եմ դրա համար մեր բժիշկներին, որ նորմալ ձևով ամբողջ վիրահատությունը անցկացրեցին։ Ուրեմն եւ ամենակարևոր խնդիրը նրանում է կայանալու, որ մենք խոսելու ենք մեր զինվորի կյանքի անվտանգության մասին։ Բարև Հովհաննես ջան։ Ուրեմն տարածաշրջանային հարցերի պահով ես շատ կուզենայի, որ ավելի շատ խոսեր երևի Վանը, որովհետև ինքը էլ ավելի ուժեղ է ինֆորմացված թե Իսրայելի, թե Իրանի, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների, թե Ադրբեջանի, ասենք, պահվածքների պահով եւ ես ընդհանրապես մի բան կարամ ասեմ, որ այդ պատերազմը կարելի ասել արդեն կպել է մեզ,
որովհետև փախստականների մեծ հոսք է սկսվել արդեն Իրանից գալ դեպի Հայաստան, այնա Նուշիկը նայում է Մեղրիում արդեն լիքը լսվել են փախստականները Իրանից, ինքը կարա գրի մեծ ինֆորմացիա տա, ինչ է կատարվում Մեղրիում հենց հիմա, Նուշիկ ջան, եթե լսում ես, մի երկու տող կարաս գրես, մենք տեղեկացնենք մեր հայրենակիցներին, թե ինչ է կատարվում Մեղրիում։ Հոսքը Իրանից դեպի Հայաստան ահագին շատացել է եւ աստիճանաբար ընդդես կտեղափոխվի ամբողջ Սյունիք, Երևան եւ Հանրապետությունով մեկ։ Իհարկե մենք գրկաբաց կընդունենք փախստականներին Իրանից գալով, սակայն սրա մեջ անվտանգությունը պետք է շատ խիստ ուշադրություն դարձնի այն հանգամանքին, որ ադրբեջանական լրտեսներ կամ այո, հենց հիմնականում ադրբեջանական լրտեսներ չլսվեն Հայաստան, որովհետև չհաշված, որ կան իրանք էլ եւ այն վտանգները փորձը ցույց է տալիս, որ գնաց Իրանի ղեկավարների գլխին մեր մոտ այդ բաները չկատարվեն եւ կանխված լինեն այդ ամեն ինչը։ Իսկ ինչ վերաբերում է անվտանգային խնդիրներին, երկրի դա սահմանների պաշտպանության հարցն է, որ մենք Վովա Վարդանովի հետ պայմանավորվել ենք, որպեսզի երկրորդ գծում կարողանանք համատեղ ուժերով, ուրեմն տեղակայենք ռոբոտների որոշ տեսակներ իր իսկ սարքած գմբեթների ներսում տեղադրելով, որոնք կփոխարինեն մեր զինվորներին եւ երկրորդ գծից կպաշտպանեն առաջնագծին մեր զինվորների անվտանգությունը եւ սահմանների անվտանգությունը կպահպանեն դրանք։ Իհարկե շատ հաճելի կլներ, որպեսզի մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը գիտակցեր այս ամեն ինչը, չնայած շատերը գիտակցում են, բայց չգիտեմ ինչն է, սենց ես իրոք չեմ հասկանում ինչն է ձգձգում այս ամեն ինչը, քանի որ ռոբոտները ամբողջովին պետական փորձարկումներն անցել են ու այսպեսի իրավիճակ դեռ չկա ոչ մի ձևի մոտեցում նրանց տեղակայման արտադրության եւ տեղակայման համար, սակայն մենք որոշեցինք չսպասենք այլևս նմանատիպ, ուրեմն Նուշիկը գրում է, որ ըստ քաղաքապետի խոսքը սկսվել է եւ հյուրանոցներում արդեն տեղ չկա, նույնիսկ Մեղրիի հյուրանոցներում տեղ չկա, որպեսզի մարդիկ այնտեղ տեղ գտնեն մնան։ Շնորհակալություն Նուշիկ ջան այդ ինֆորմացիայի համար։ Հիմա խնդիրը նրանում է, որ մեր իսկ ներկայացրած պահերը կբերի նրան, որ մենք առաջարկում ենք ավելի անվտանգ սարքենք մեր սահմանները, ավելի անվտանգ սարքենք դարձնենք մեր զինվորների կյանքը ու սրանով համոզված ենք մենք, որովհետև բազմաթիվ խորհրդակցություններ ենք արել եւ այն վիդեոները ես որ ուղարկել եմ ձեզ, որ տեղ ցույց է տալիս, թե ինչի են ընդունակ այո, անպայման այդ մասին էլ ենք խոսալու մի վարքյան ժողովուրդ ջան հա իհարկե Իգոր ջան, քաղաքացիների անվտանգության մասին էլ ենք խոսալու, պարտադիր Վանաուշանում, Ախպիաուշանում, քիչ առաջ խոսեցինք, ինքը խնդրեց մի 5 րոպե, որպեսզի միանա մեզ։ Ուրեմն
Ես երևի թե սկսեմ իմ մտքերը արտահայտել մինչև վանակ միանամ ես ժողովուրդ ջան, սենց անենք։ Ներկայդրությամբ մեր սահմաններում իրավիճակը դեռ խախանդ է, սակայն եթե հանկարծ սկսվի ինչ-որ մի բան, իմացեք, որ այն ինչ-որ կատարվում է հիմա Իրանում, Իսրայելում, դուք շատ լավ տենում եք, թե հրթիռակոծություններով ինչ ձևի կռիվ է գնում, ընդ ինչ ավերվածություններ է կատարվում։ Եթե ինչ-որ մի բան սկսվեց նույն բանը տեղի ունենալով ստեղ, որի դեմ մենք ի վիճակի չենք, ուրեմն այնպեսի պաշտպանություն կազմակերպենք, ինչպես որ Իրանը չի կարողանում կազմակերպի իսրայելական հրթիռների հարվածները որսալու մեջ եւ նույն ձևի էլ ավելի վատ ձևով կլինի դա մեր մոտ։ Բայց տարբերությունը նրանում է, որ նայեք, այդքան հրթիռակոծությունների վրով մարդկային կորուստները ինչքան քիչ են, գուցեև դա ռազմական գաղտնիք է, որ չեն ցույց տալիս, թե ինչքան են մարդկային կորուստները։ Եվ այդ ամբողջը կբերի ընդրան, որ քաղաքացիական պաշտպանությունը Հայաստանի Հանրապետություն 0 վիճակի մեջ է։ Ես մոտավորապես 1 տարի է անընդհատ այս մասին խոսում եմ, որ մեր քաղաքապաշտպանությունը ոչ մի բան չի արել մեր բնակչության անվտանգության համար։ Ունենալով հրշեջ մեքենաներ, հրշեջներ, դա չի նշանակում, որ դրանով կամ ինչ-որ մեկի դուռը, որ ներսից փակվում է, գնում, բացում են, պատուհանով մտնում են, հանում են, բացում են այդ դուռը կամ եւ այլն, դա չի նշանակում, որ քաղաքապաշտպանությունը գործում է։ Մենք այսօրվա դրությամբ ոչ մի տեղ չունենք ամբողջ հանրապետության տարածքում, բացի երևի թե կառավարական շենքերից, ոչ մի տեղ չկա ուրեմն ռմբապաստարաններ։ Իսկ նորից եմ ասում, մի անգամ ասել եմ, ռմբապաստարան չի նշանակում, որ նկուղային հարկ, եթե շենքը ունի, այդ նկուղային հարկում գնալ թաքնվելը նշանակում է դա ռմբապաստարան է։ Ռմբապաստարանը իր կանոնները ունի սարքելու, կազմակերպելու, որ պետքա առմինչև հիմա արված լիներ, այնտեղ պետքա լինեին թե հակագազեր, թե սնունդ, թե ջուր, թե օդափոխության սիստեմ, թե դեղորայք, առնվազն նայած քանի հոգու համար, քանի մարդ կտեղավորվի այդտեղ եւ այդքան մարդու համար սնունդ պետքա լիներ ու քանի օր կդիմանային իրանք այնտեղ, մինչև ասենք փրկարարները հասնեին, եթե շենքը ավիրվել էր, դրա տակից մարդկանց հանեին, որ մարդիկ չխեղդվեին կամ սովամը չլնեին։ Դե ասում ենք, բայց ումն ենք ասում, ես չեմ հասկանում, խիա մեր ժողովրդի վիճակը այսքան վատ այս հարցերով, ես դրանում ոչինչ չեմ կարող ասեմ, եզրակացությունները թողում եմ հիմնականում ձեր վրա այս ամեն ինչի։ Բայց սահմանների պաշտպանության պահովել ես էլ եմ ասում, համենայն դեպս այն ինչ որ կատարվում է հիմա հրթիռային եւ օդային հարվածները, որ անցկացվում է Իրան, Իսրայել, չերես մի քանի երկրներ իրար վրա ռմբակոծություններ են անում, Հայաստանը շատ ավելի վատ վիճակում է, որտեղ միանգամից ուրեմն մոտ ենք սահմանամերձ ենք մեր թշնամու հետ մենք եւ անմիջապես ռմբակոծությունները եւ հաշված վարկյաների, նույնիսկ ոչ թե րոպեների ընթացքում կհասնի մեզ, որը եւ շատ ավելի վատ վիճակի կբերի մեր պահերը, սակայն այն ինչ-որ թիկունքին կամ ռազմավարական նշանակություն ունեցող կետերին ռմբակոծությունները կատարվեն, այստեղ արդեն քաղաքացիական բնակչության մասին է խոսքը, որ քաղաքացիական բնակչությունը
նույնպես անպաշտպանը լինելու, բայց այդ ամբողջ ռմբակոծությունից հետո ստեղ մարդկային գործոնը գոյություն ունի, զորքերի իրար հետ բախման, ուրեմն խնդիրը գոյություն ունի, եւ մենք դրա համար առաջարկում ենք, որ կարողանանք հնարավորինս կասեցնել թշնամու առաջխաղացումը, արդեն իսկ փաստ է ձեր համար, տենում եք, թե ինչ տեխնոլոգիական կռիվ է գնում, թե Ուկրաինայում, Ռուսաստանի հետ ամբողջ անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ եւ այլն։ Եվ այս նույն բանի հնարավորությունը մենք ցամաքային զորքերի պահով ունենք, բայց մեր ղեկավարությունից որոշ մարդիկ հանգարում են, որպեսզի մենք կարողանանք տվյալ պաշտպանությունը ստեղծենք մեր սահմանների ամբողջ երկայնքով։ Ես ասել էի, եթե մենք ուրեմն ցանկանանք, ապա այս խումբը, որ այսօր համաձայնության է եկել իրար հետ համագործակցելու, ի վիճակի է մեր Հայաստանի Հանրապետության սահմանները դարձնելու ամրոց, որ նույնիսկ ոչ մի զրահատ տեխնիկա, ես չեմ ասում այնտեղ անօդաչու թռչող սարք, ինքնաթիռ, հրթիռ, բայց ոչ մի զրահատ տեխնիկա կամ ոչ մի զինվոր չկարողանա ուրեմն ոտնձգություն անի մեր սահմանների վրա, ինչքան էլ իրանք ուզենան ռմբակոծեն, ինչքան էլ ուզենան վնաս փորձեն տան մեր դիրքերին, դա իրանց ամենայն դեպս հավանաբար կհաջողվի մի 10-15%-ով այն էլ ուղիղ նշանառության հարվածների դեպքում հնարավոր կլինի այդ ամեն ինչին որ հասնեն իրանք, սակայն մնացած հարցերով այն գմբեթները, որ պետքա կառուցվեն, մարդիկ, մեր զինվորները թաքնվեն դրանց մեջ եւ այն զինատեսակները, որ մենք առաջարկում ենք, ինչով որ պետքա պաշտպանությունը ուրեմն կազմակերպվի, այդ ամեն ինչը կբերի դրան, որ մենք կկարողանանք մեր սահմանների պաշտպանությունը իրագործենք եւ դրան զուգահեռ ուրեմն պաշտպանենք ու պահպանենք մեր զինվորների կյանքը, բայց դրան էլ զուգահեռ մենք համալրում ենք սրանով մեր զինվորների քանակը, որովհետև ամեն մի ռոբոտը ի վիճակի է համալրման ձևով, եթե համեմատական տանք 20 զինվորի փոխարինի տվյալ դիրքում։ Դա շատ մեծ առավելություն է բերելու մեզ եւ պատկերացրեք ամբողջ մարտի ընթացքում մեր զինվորները թաքստոցից են կռվելու եւ հնարավորինս իրանց կյանքը պաշտպանված է լինելու։ Թող մտածեն մեր ղեկավարությունը եւ դրա համար նորից ես խնդրած կլինեմ, որ շատ տարածվի այս ուղի եթերը, մինչեւ հասնի մեր պատկան մարմիններին, որպեսզի կանչեն կամ ուղարկեն, գան, նստենք, քննարկենք, արդեն այս քննարկումները ոչ թե միայնի հետ է գնալու, քննարկումները գնալու է արդեն այս խմբի հետ, որոնցով որ մենք որոշել ենք այս ուղի եթերում ներկայացնենք եւ ասենք, որ Վարդանովի սարկած գմբեթները ի վիճակի են ուրեմն դիմանալու կարելի ասել ցանկացած ռմբակոծության եւ իր ներսում գտնվող զինվորը անպայման գոնե եթե չի զոհվում հաստատ այս հավանաբար կոնտուզիա կվեցնի, եթե պրիմոյ պապադանի լինի տվյալ գմբեթի վրա, բայց եթե չէ կողքուշտը ինչքան ուզում է ռմբակոծեն ամենայն դեպս կմնան զինվորները կենթանի, սակայն ինչ վերաբերվում է, որ մենք գմբեթների կառուցումը եւ ռոբոտների համար, որ պետք է արվի, որոնց համար այդքան շատ մեծ ծախսեր չի պարունակում, ինչ որ այն գմբեթները, որը անում է Վովան, եւ դրանց զուգահեռ դրանց կողքերի հետ շարվում են արդեն մյուս պաշտպանական գմբեթները, որոնց մեջ գտնվելու են ռոբոտները եւ այն միեց գմբեթներից կառավարվում են տվյալ ռոբոտները։ Ուրեմն ես այսօր
եւ սրանից մի քանի օր առաջ ցույց եմ տվել տվյալ ռոբոտի կրակոցը, որը 850 մետր հեռավորության վրա խոցում է զրահատեխնիկային, դու պատկերացրեք արդեն թե ինչի մասին է խոսքը գնում։ Իհարկե, եթե մեծ լիներ, այսպես ասած, այդ կրակային հրապարակը էլ ավելի մեծ հեռավորության վրա երևի մենք դե խոսումը կտայինք, բայց այդքան էր ընդամենը արված այդ ամեն ինչը։ Դա ընդամենը մի զինատեսակի մասին էր, ցուցադրական մենք ցույց ենք տվել մի զինատեսակ եւ պատկերացրեք, որ դիրքերում մեր զինվորները հրամատները սարքելուց պետքա իրանց դիրքերում անվտանգային գոտի կառուցեն, այսինքն աղվեսափոսեր կառուցեն, իրանք մտնեն այդ աղվեսափոսերի մեջ ապահով ձևով եւ ընդեղից իրանց զենքով կառավարեն իրանց զենքը, իրանցից որը կգտնվի մոտարապես 2-3 մետր հեռավորության վրա, կառավարեն իրանց զենքը, նստեն, սենց համակարգչային ձևով նշանառություն անեն եւ խոցեն իրանց վրա գալով թշնամուն ընդհանրապես ռմբակոծություն կլինի, թե գնդացիրային կամ ուրիշ կրակ կլինի իրանց վրա, իրանք անվախ ձևով կկարողանան իրանց զենքը օգտագործեն եւ դիպուկ կրակայերթեր ուղեն թշնամու վրա, չնայած որ դրանից հետո աշխատում են ռոբոտները գնդացիրներով 7.62 տրամաչափի, 12.7 տրամաչափի, մինչև 14.5 տրամաչափի ուրեմն գնդացիրները, որոնք ըստ պաշտպանական գծերի մինչև Վովա Վարդանովի սարքած գմբեթների մոտ տեղադրելով, մենք ուրեմն ստեղծում ենք մի այնպեսի ամրաշինական կառույց, որը այսինքն լինիա, ֆրոնտ, այսպես, հա, կրակի գիծ այնպեսի պաշտպանական կստեղծենք, որտեղ հաստատ որ զրահատեխնիկա կկարողանա մոտենա, ոչ էլ ասենք թշնամու կենդանի ուժերը կամ դիվերսիոն ինչ-որ խմբեր, որովհետև այդ դիվերսիոն խմբերին էլ որովհետև ռոբոտները այնպեսի հսկողություն են անում, դե ես այդ մասին եմ խոսում, Հրայր ջան, ես այդ մասին եմ խոսում, որ ոչ թե հնարավոր է մտնի, այլ պատերազմը արդեն մտել է մեր դաշտ եւ մենք պետք է պատրաստվենք այդ ամեն ինչին, որովհետև Ալիևի հորդորանքները ամբողջովին բերում են դրան, որ մենք, չգիտեմ, ամեն վայրկյան հնարավոր է ամեն ինչ լինի։ Եվ այն ինչ որ հիմա ես խոսում եմ, երևի շատ ավելի ուշացված եմ խոսում, չեմ ուզում դրանով ես վախեցրած լինեմ, բայց ամենայն դեպս մենք ի վիճակի ենք որոշակի նախապատրաստական աշխատանքներով դեմն առնելու։ Այդ մասին է խոսքն էթում։ Մի խոսքով այն ինչ որ Վովա Վարդանովի հետ մենք պետք է անենք, այդ ամբողջը մեր վանի կողմից ներկայացրած ուրեմն այն պաշտպանության, պասիվ պաշտպանության մասին է խոսքը գնում, որ ինքը այդքան ասում է, եւ մեր պատերազմը հիմնականում լինելու է մեր լեռնային շրջաններում, որտեղ պատկերացրեք մենք ունենք քարանձավներ, մենք ունենք ժայռեր, որոնց արանքներից ամենտեղ կարելի է տեղադրել այնպեսի զինատեսակներ, որոնցով հնարավոր լինի վերևից ներքև ամեն ինչը դիտարկել եւ դեմն առնել թշնամու։ Ժողովուրդ ջան, այս մասին չգիտեմ, մի քիչ անսպասելի ձևով խոսակցություն եմ տանում ես ձեր հետ եւ մի բան գիտեմ, եթե մենք միասնական ձևով կարող ենք այս ամեն ինչը
մտածենք ու կազմակերպենք եւ նույնիսկ ուրեմն ստեղծենք դրուժինաներ համայնքներում, որոնք կզբաղվեն ուրեմն թիկունքային աշխատանքներով ու մենք իհարկե այս ամեն ինչը համագործակցած պետք է լինի բանակի տվյալ ղեկավարության հետ, այսինքն նկատի ունեմ տվյալ զորամասի, տվյալ բնակավայրի, տվյալ զորամասի ղեկավարության հետ մենք պետք է կարողանանք այս ամեն ինչը բան անենք, էլի, կազմակերպենք։ Անուշ ուզում եմ միանա, հա։ Եվ այս ամեն ինչը կստացվի սովորը։ Ես առաջարկում եմ ու առաջարկել եմ Վովա Վարդանովին, որ գլխավորի ինքը այս ամբողջ խնդիրները կազմակերպի ՈՄԱ իր կազմակերպության միջոցով եւ մենք կարողանանք ել ավելի ճիշտ ձևով կազմակերպենք ու ստեղ չկա, գիտեք, ամենակարևորը այն մոտեցումը, որ ես եմ լինելու գաղափարախոսությունը, տեսեք, Վովան տեղյակ չէր, որ մենք որոշել ենք, ասենք, որ իրան մենք ուզում ենք հանձնարարենք այդ ամեն ինչի կազմակերպումը իր կազմակերպությամբ եւ մենք ենթարկվենք իր կազմակերպությանը, որպեսզի հնարավոր լինի այս ամեն ինչ իրագործել։ Հիմնական այս մասին էր իմ ասելը, որ կար եւ ուզում եմ մի բան ճիշտ հասկանանք մենք բոլորս, որպեսզի կարողանանք իրագործենք այս ամեն ինչը ֆինանսական հզորություն է պետք եւ այս ֆինանսական հզորության հարցով ես ուզում եմ խնդրեմ մեր Հայաստանի եւ արտասահմանում գտնվող մեծահարուստներին, բնակիչներին, բոլորին, որպեսզի կարողանանք ֆինանսապես օգնել արագ ձևով այս ամեն ինչը մենք կարողանանք կազմակերպենք, որովհետև ահռելի ծախսեր է ուրեմն հարկավոր այս խնդիրների լուծումն իրականացնելու համար ու ամեն ինչը ճիշտ հասկանալու պահով ՈՄԱ-ի սայթում տրված է ուրեմն իրանց հաշվի համարները, որ կարելի է այդ հաշվի համարներում օգնություններ ուղարկել եւ այդ գումարները հաստատ համոզված եղեք գնալու են այս նպատակների համար։ Մենք էլ կարող ենք հաշվի համար տալ, բայց չգիտեմ ինչի ես մտածում եմ, որ մի տեղ գնան գումարները եւ մի տեղից պահանջումներն լինի, թե գումարները որ գնացին ինչ բանի վրա ուրեմն եկան, ինչի համար օգտագործվեցին։ Այդպես ավելի ճիշտ կլինի իմ կարծիքով եւ մենք պետքա իմ ու քոնը մոռանանք այս հոգեբանության մեջ, այստեղ մեր երկրի անվտանգային խնդիրների մասին է խոսքը գնում ամբողջովին։ Չգիտեմ, այսպես եմ մտածում, բանը քիչ իմանում չեմ հասկանում, բան միացի եւ դու ավելի ճիշտ կներկայացնես пассив այդ կասած պաշտպանության խնդիրների մասին, ես չգիտեմ ինչ է կատարվել բանի հետ, որ չի միանում մինչեւ հիմա, բայց չնայած որ իր ելույթները, եթե նայում եք կամ գրառումները, այդ пассив պաշտպանության պահով շատ խելացի ուրեմն պահեր էր ասում ինքը այդ բանում։ Հիմա մի խնդրանք ունեմ ես մեր ամբողջ հայ ժողովրդին, եկեք այս օրասական պահին մենք մոռանանք էլի այն ներքին խլբլտոցները, ինչ որ կատարվում է ներկայությամբ մեր հանրապետությունում։ Շատ եմ խնդրում ժողովուրդ ջան, այսօր իմ ու քոյի սև ու սպիտակի ժամանակը չի, այսօր մեր
լինել չլինելու խնդիրը կա։ Ես հենց կարամ ասեմ, իրոք մեր երկրի լինել չլինելու խնդիրը կա։ Նույն ձևի, երբ որ մենք Արցախի վերաբերյալ անտարբեր եղանք, այսօր էլ եթե մենք Սյունիքի վերաբերյալ կամ այդ Միջանցքի վերաբերյալ անտարբեր մնանք, ուրեմն իմացեք մի բան, մենք վաղը հաստատ Հայաստան չենք ունենա եւ չգիտեմ, Աստված չանի, քանի որ հիմա Ադրբեջանում կներեք Իրանում բնակվող ադրբեջանցիներին երբ որ կոչ են անում ելեն բունտ անեն ընդ Իրանի ժողովրդի դեմ, ինչ գիտենք, որ հիմա ադրբեջանցիներ չեն լցվի այստեղ Հայաստան, ասելով սա մեր արևմտյան Ադրբեջանն էր, մենք եկել ենք այստեղ ապրելու եւ ինչա գալու ներսից մեր գլխին։ Մենք շատ ուշադիր պետքա լինենք, դրա համար մեկս մյուսին ճանաչելով պետքա կարողանանք այդ արհավիրքների դեմը առնենք, իհարկե երկրի անվտանգության խնդիրը շատ մեծ է այստեղ, շատ մեծ է եւ մեր միամիտ այն հասարակ ժողովուրդը շատ ու մեծ սխալներ կարող է անի տվյալ հարցերի պահով էլի եւ դրա համար մեր զգոնությունը մենք պետքա անպայման կարողանանք պահենք եւ իհարկե ամենակարևոր խնդիրը հատկապես մեր սահմանամերձ շրջաներում սադար կանգնենք մեր զորամասերին, հրամանատարներին, լսենք իրանց եւ իրանց հետ միասին կարողանանք կազմակերպենք մեր անվտանգությունը կազմակերպենք մեր զինվորների ուրեմն անվտանգությունը ու կարողանանք ինչ-որ մի ձևի կանխենք այն վտանգը, ինչ-որ կախված է մեր գլխին, շատ մեծ վտանգ է կախված մեր գլխին, եկեք հերիքը, հայի պես գլուխ կովանք, ասենք մենք ամեն ինչ կարանք, եթե այսպես կնաց մենք չեմ կարծում, թե ամեն ինչ կկարանանք, կամ ինչ-որ բան կկարանանք, որովհետև ասենք դուք հաշվի առեք մի բան, մենք գործ ունենք այն թշնամու հետ, որը ցանկանում է վերացնի հային, մենք գործ ունենք այդ թշնամու հետ, մենք գործ ունենք Թուրքի հետ, Թուրքին վստահել երբեք չի կարելի, ես որ չեմ վստահել, չեմ վստահում ու չեմ վստահելու եւ նույնը խնդրեմ ձեզ բոլորիդ, որպեսզի այս ձևի մտածեք եւ կարողանանք այս վերջի սարդարապատում, ոնց որ ասած, մեր երեխաներին, մեր թոռներին երկիր թողնենք։ Շատ վատ բաներ է հետում եւ ներսում եւ դրսում, հաշվի առեք, ներսին ես համարում եմ ավելի վտանգավոր, քան դրսինը։ Սենց չի կարա շարունակվի, սա մեր երկիրն է, մեր հողուջուրն է եւ մենք պարտավոր ենք մտածենք մեր հողուջրի մասին եւ ովքեր փորձեն խաթարեն մեր հողուջրի անդորը պետքա մեզ պատասխան տան այս հարցով իմ լավ հայրենակիցներ ես սենց եմ մտածում չգիտեմ միասնական ուժերով կանգնենք մեր բանակի եւ զինվորի կողքին միասնական ուժերով ես էլ եմ ասում այն խումբը որ այսօր համաձայնվել է կարելի ասել որպես կոորդինացիոն խորհուրդ որ պետքա ըստ շրջանների կազմակերպեն որոշակի ամրաշինական աշխատանքներ եւ էլ եմ ասում իհարկե ձեր օգնությամբ պետքա լինի այս ամեն ինչը մենք ետ չենք նահանջի եւ մենք մինչեւ վերջ այն մեր ամենավերջին կտոր հացը կդնենք հանուն մեր հայրենիքի պաշտպանության հանուն մեր բանակի հզորացման մենք կանգնած ենք մեր հրամանատարների կողքին կանգնած ենք մեր զինվորների կողքին կանգնած ենք մեր հայրենիքի եզրերին եւ թույլ չենք տա որովե մեկը խախտում անի գա իհարկե մեր հնարավորությունները սահմաններում էլի եմ ասում բայց պետք է արվի ամենաանհնարինը այսօր դա է թելադրում ամբողջ աշխարհը ոնց նայում ենք աչու ցախ բոլորը զինվում են բոլորը մտածում են ինչ ձևի պաշտպանվեն բացի մեզնից
Ես ինչքան արխային ենք մենք դարձել, ես չեմ հասկանում։ Այ ժողովուրդ ջան, սենց չի կարա լինի։ Եվ այն տղերքը, որոնք սահմանին են կանգնած, հանկարծ մեկը չմտածի, որ ստե թիկունքում իրանցից լավ տղա է ու կարող է ինչ-որ փլստա։ Հիմա ներկա դրությամբ ես նույնիսկ այն ժամանակն է եկել, որ կառաջարկեի հատուկ դրություն մտցվել հանրապետությունով մեկ եւ հնարավոր լիներ ուրեմն այս իրավիճակը կոնտրոլի տակ պահելու, ասենց ասեմ։ Պետք է կոնտրոլի տակ պահվի, վերահսկվի այս իրավիճակը, որովհետև մենք չգիտենք ինչ է կատարվում ներկա դրությամբ։ Իհարկե շատ բան գիտենք մենք, բայց ժողովուրդը չգիտի եւ այսպես հանգիստ մնալով չի կարա։ Դուք դա տեսեք, որ Աստված էլ է պատժում մեզ մեր այն ոնց ասեմ միամտության պատճառով։ Աստված պատժում է մեզ, ինչի համար, որովհետև ինչա կոչում, գինոտոն արեցին գլխներիս եկավ մրկահողմերով, կարկուտներով, գարեջրի տոն արեցին գլխներիս բերեց Աստված, այն էլ այն ժամանակ, երբ որ երկիրը վտանգի մեջ է, մեր սահմաններն վտանգի մեջ, մենք փոխանակ մտածենք ինչ ձևի անենք, հետ վերենք մեր կորցրածը, մենք պատկերացնում ենք, մտածում ենք ոնց անենք, որ պահենք եղածը, բայց չենք էլ մտածում ոնց անենք, որ պահենք։ Մի րոպե Զարնավից, ահա։ Միացավ, թե չի միացել։ Միացել եմ նորից ժողովուրդ ջան, Վաններ զանգեց, ներող գլնիկ, մի պահ կապը խզվեց, հիմա լսվում է, չէ՞ նորից, հեսա Վանակ միանա նոր զանգեց, որ միանա է խենքը, հա, շատ լավ է, որ լսվում է շատ լավ է նորից։ Ուրեմն հիմա ուրեմն էլ ավելի շատ մենք կփորձենք խոսենք նորից մեր անվտանգային խնդիրների մասին ու համոզված եմ, որ պետքա մենք ճիշտ հասկանանք իրար։ Ինչ ենք խոսում ենք, որ այն անտարբերությունը, որ կա այսօրվա դրությամբ մեր երկրում, դա շատ վատ է, անչափ վատ է եւ ոչ ոք իրավունք չունի նմանատիպ պահերի ժամանակ սենց անտարբեր ցույց տան, որ անտարբերություն ցույց տան, երբ որ իրականում երկիրը վտանգի մեջ է։ Նորից եմ ասում, հարևան երկրները, որ նայում ենք, ընդամենը վերջերս Թուրքիայից նորից հենց չկի վերջերս, այսօր Թուրքիայից ռազմական ինքնաթիռները իջել են նորից Նախիջևան, Ադրբեջան եւ մենք հանգիստ նստել ենք ստեղ, նրանք ունեն այդ հնարավորությունը վայրկենական բերելու, մենք չունենք էդի եւ մենք հանգիստ նստած սպասում ենք, թե ով պետքա մեզ ինչ-որ ձևի փրկություն բերի, ոչ մեկ չի բերի ժողովուրդ։ Եթե մենք չմտածենք մեր փրկության մասին, ոչ մեկ չի բերի։ Մենակ Աստված կարա մեզ փրկի այս իրավիճակից, մենք այդ իրավիճակի մեջ ենք։ Հավատացեք, որ այդպես է։ Ես չեմ վախցնում։ Ես չեմ ուզում սարսափելի այնպես բաներ մտածեք, բայց իրականությունը դա է, հասկանում եք, որ ներկա դրությամբ ես էլ եմ ասում, մենք չենք ուզում մեզ պաշտպանենք, ուրիշը պիտի գա մեզ պաշտպանել, մտածեք այս մասին, հա։
Հիմա պետքա որ կարգավորված լինի, հա, եթերը ընդհատումներով գալիս, բայց հիմա պետքա կարգավորված լինի եթերն արդեն։ Կապը լավ է, որովհետև արդեն հիմա նորմալ լսվում է։ Մի պահ ընդհատվեց եթերը, ես համաձայն եմ ձեր հետ, բայց հիմա պետքա որ լավ լինի ամեն ինչ։ Ես ուրեմն գիտեք հիմա առած չենց հիմա դրված է վիդեոները, ես չգիտեմ կկարողանամ ձեզ ցույց տամ, թե չտամ, հա նորմալ է, շնորհակալ եմ։ Ես չգիտեմ կարամ հիմա ցույց տամ ձեզ, թե չէ, հասկանում եք, պատկերացրեք, սա, ահա, այսպեսի մի սարք է ինձ ձեռքում, պլանշետ է ինձ ձեռքում, պատկերացնում եք, ահա, սրա մեջ երևի թե որոշ բան երևում է, ես այսպես ցույց տամ, էլի ժողովուրդ ջան։ Ու այս սրանով, այսենց մեր զինվորը թաքնված է լինում զենքից, այնտեղից, որտեղ որ տեղադրված է լինելու զենքը, 1 կիլոմետր հեռավորության վրա, աջ կլինի, ձախ կլինի, հետ կլինի, չգիտեմ, ինքը իրան հարմար մի թաքստոց է պետք գնա նստի եւ ընդդեղից զենքին ղեկավարելու է։ Բայց ինչ վերաբերում է սա գնդազիրների մասն է խոսքը, իսկ իրանց ավտոմատներով իրանք կարան մոտ մնան, իրանց ավտոմատը հանեն դնեն խրամատի վերևին, մտնեն խրամատի մեջ, այսենց նորից վերցնեն ձեռքները ու նշանառությամբ եւ հսկեն սահմանը եւ կրակոցներ անեն։ Սա ինչ է ասում, ինչի համար եմ ես այսպես մանրամասը բացատրում, որովհետեւ մարդիկ հասկանում են, թե սա ինչ մեծ առավելություն է տալիս զինվորին կռվի դաշտում։ Նախ առաջին հերթին անվտանգ է ինքը, երկրորդ կարողանում է դուխը տեղը ոնց էր ասում, կարում է, երբ որ ինքը չի երևում, իր վրա կրակոց չի գալիս ու ինքը կրակում է թշնամու վրա։ Պատկերացրեք ինչքան հետարքիր կռիվ է անում ինքը, դուխը տեղը կռվում է ինքը գիտի մի բան, որ ամենայն դեպս 99%-ով իրան վնաս չի լինելու։ Այսպես իրավիճակը։ Եվ բացի դրանից, ես էլի եմ ասում, այսօրվա դրությամբ, եթե մենք այսքան խոսում ենք համալրումից, այսքան խոսում ենք, չգիտեմ, Հայ, այսօր հենց հիմա էլ ասենք անվտանգության խորհրդայետում բանում աննիչա Ամերիկայում անվտանգության խորհրդի նիստ է այդում հենց հիմա հենց որ շատ վտանգավոր բաներ է սպասվում, ես էլի եմ ասում, ես համաձայն եմ ձեր հետ, այդպես է եւ նրանք էլ ավելի վտանգավոր զենքեր կօգտագործեն Իրանի դեմ եւ այո, հոսքը, արտահոսքը ոչ թե միայն մեր հայրենակիցների, այլ ընդհանուր առմամբ շատերի, թե պարսիկների հոսքը եւ այլն կմեծանա Հայաստանում։ Միանշանակ դրանից խուսափել արդեն էլ հնարավոր չի, քանի որ Պարսկաստանի քաղաքացիները առանց վիզայի կարան մտնեն Հայաստան, այնպես որ պատրաստենք, թե քանի միլիոն հոգի կգա գլսվի ստեղ, ես դա չեմ կարող ասեմ արդեն։ Ստեղ էլ արդեն իրոք, ստեղ էլ արդեն ուրիշ հարցեր է բարձրացվում, շատ ավելի ես բա ինչ եմ ասում, շատ վատ վիճակի մեջ ենք ընկնելու ժողովուրդ ջան։ Բայց ինչ վերաբերում է մեր սահմանների պաշտպանության գրով, մենք պետք է կարողանանք մեր ուժերով դա անենք, էլի եմ ասում, մենք ունենք հրաշալի գիտնականներ, հրաշալի մտքեր, որ այդ ամեն ինչին կարելի է արագ ձևով իրականացնել, այո, զինվորի համար հեշտ է տիրապետել դրան։ Մեկ էլ թշնամու ձեռը չընկնի, չի կարա թշնամու ձեռը ընկնի այս զենքը։ Իգոր ջան,
նախ տիրապետելու համար այս ամեն ինչին ընդամենը 5 րոպե է պետք, որպեսզի մեր տղաները լիարժեք տիրապետեն այս ռոբոտների ենթարկեցնելուն իրանց եւ չի կարա թշնամին սա չի կարա անգնի թշնամու ձեռը, որովհետեւ նախ թշնամին չի կարա մոտենա իրան, հարկած դեպքում եթե ասենք ուզենան բացվեն տենան ինչ կա մեջին, դա ինքնաոչնչացման խնդիրներ ունի իր մեջ։ Այսպեսի բան կա, բայց դե իրան մոտենալ հնարավոր չի։ Խրիշտ էի բացատրեմ։ Հնարավոր չի լինում, որ եթե դու չես ուզում իրան մոտենա, դու ես, ոնց որ ասած դու ես։ Եթե դու չես ուզում քեզ մոտենա թշնամին վերցնի քեզ գերի, իրան չի կարողանա վերցնի ուրեմն վերջ։ Այս վիճակն է դա։ Այսօր եւ ռազմավարական ձևով, ասենք, դրված են այնպես, որ մեկը մյուսին կրակի տակ պահում են, չեն կարողանա որևէ ձևի մոտենան վերցնեն կամ փորձեն կառավարել, դա ընդհանրապես հնարավոր չի։ Շատերը գրում են, որ բա որ այս ռեպով եւ այլն չկա այդպեսի բաներ։ Ոչ մի բան չկա այդպես։ Այսօր այս այդ ամեն ինչը ես էլ եմ ասում, ես էլ եմ ասում, որ Վարդան Ավետիսյան, գիտեմ տեղյակ ենք մենք այդ մասին, որ ադրբեջանցիները ուզում են բեժանցիները անվտանգ այդպես մի բան անեն, բայց այս նոր ինչ եմ ասում, մեր անվտանգությունը պետք է ավելի զգոն լինի այս հարցով, էլի։ Իգոր ջան, ես էլ եմ ասում, սրան ոչ մի ձևի ուրիշը չի կարողանա կառավարի, եթե դու տիրապետում ես իրան, եթե դու իրան աշխատացնում ես իօգուտ մեզ։ Սա այսպես է։ Եվ գիտեք ամենամեծ դրական կողմը ինչու՞մն է կայանում, որ այն շախմատաձև տեղավորումը, որ լինում է սահմանի վրա այս ռոբոտների, մեկը մյուսին մինչև 3-ից 500 մետր խորության վրա կրակի պաշտպանություն են անում եւ դրանով առաջնագիծն են պաշտպանում արդեն չեք պատկերացնում, ասենք պատկերացրեք դա, այսինքն ինչ հզոր պաշտպանություն է այնտեղ կիրառվում եւ մեր զինվորները ընդհանրապես այսպես ձեռքները գլխի տակ կարան դնեն ու նորմալ ձևով պահպանեն մեր երկիրը, ասենց ասեմ դες։ Ու դուք պատկերացրեք, ասենք 3-ից 500 մետր խորությամբ լինիա ստեղծվում, որտեղ պաշտպանական շերտ է դրված մի քանի 2-3 շերտանոց, լիցքավորումը ոնց է կատարվում, ընկերներ, եկեք շատ գաղտնիքներ չբացեմ ես, ամեն ինչը նորմալ կատարվում է, հեռվից է կատարվում ամեն ինչը, զինվորը նտարակել պես իրան չի մոտենում, ինքն ամեն ինչ անում է, այսպես բան կա այդտեղ, եւ այս խորության վրա դուք պատկերացրեք թշնամին ինչքան մեծ ուժեր պետքա փորձի կիրառել, որպեսզի կարողանա վնասի կամ վնասազերծի տվյալ տարածքը։ Եվ լեռնային շրջաներում հատկապես պատկերացրեք, որ թեթև բրոնետեխնիկաներ պետքա աշխատեն, ծանր տեխնիկաների աշխատանքները այնտեղ անիմաստ են ու իսկ թեթև բրոնետեխնիկաների, ավտոմեքենաների կամ զրահատեխնիկաների ամեն ինչը խոցումները կազմակերպում են այս ամեն ինչը։ Իսկ այն տեղերում, որտեղ տանկերի անցանելի ճանապարհներ կան, դրանք արդեն հակատանկային ուրեմն ստորաբաժանումները, որոնց աշխատանքային, ձևերն էլ ենք ասել, թե ոնց պետքա արվի արագ ձևով պետք է արվի, դա էլ է ուրեմն
ներկայացվել եւ հավանության արժանացել, որ արագ ձևով հնարավոր է այդ պաշտպանությունն անել։ Այստեղ ընդհանրապես ցանկություն է պետք։ Ցանկություն է պետք, որպեսզի կարողանանք ուրեմն այս ամեն ինչը կազմակերպենք։ Եվ նորից ես խնդրում եմ մեր մեծահարուստներին, բիզնեսմեններին, կանչեք, գանք, նստենք, ձեզ ապացուցենք մեր ասածները։ Այո, ես խնդրում եմ տարածեք էսի։ Ժողովուրդ ջան, հարգելիներս, մենք ի վիճակի ենք շատ կարճ ժամկետներում այս ամեն ինչ անենք, քանի դեռ չի սկսվել այս պահերը։ Ֆինանսավորեք մեր կազմակերպություններին, որպեսզի կարողանանք արտադրանքը հանենք։ Գիտեք, մենք չենք խոսում այդ ծրագրի մասին, որ թղթի վրա է, որ գծագիր է, որ պետք է փորձարկում արվի։ Մենք խոսում ենք իրականացված արդեն ամեն ինչը ստեղծել ենք, զրոյից բերել ենք, ոչ մեկ չի իմացել, զրոյից բերի հասցրել ենք, ուրեմն փորձաքննություններն անցկացրել ենք, տարբեր տեսակի փորձարկումներ ենք արել, արդեն 3 տարի է առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, 5-րդ սերունդն ենք ստեղծել արդեն տվյալ ռոբոտների, այսինքն կատարելագործված պահերով բերը հասցրել ենք այսօրվան։ Մեզ մնում է ընդամենը էլի եմ ասում, սրա գներն էլ ասենք ես ինչ չեն սրա, մեզ մնում է ընդամենը ֆինանսավորում, գմբեթները դրվեն, գմբեթների կողքին փոքր գմբեթները տեղադրվեն, դրանց մեջ ռոբոտները տեղադրվեն ու ասենց շախմատաձև ընդամենը 300 մետր խորության վրա ավելը չենք կարողանանք, որտեղ տեղ էլ չունենք, մենք ավելորդ անեն մտնում ենք գյուղերի մեջ արդեն, այսպես ի վիճակը, մեր ամբողջությունի վիճակը։ Իհարկե այնտեղ անտառային պահերն են եւ այլն ամեն ինչն էլ դնում ենք sense ցանցը գործում ենք ամբողջ մեր սահմանների երեքանքով ու պաշտպանում ենք մեր երկիրը։ Նվեր ենք տալիս պաշտպանության նախարարությանը այս ամեն ինչը։ Ասում ենք առեք, վերցրեք, օգտագործեք։ Մասնագետները ունենք, որոնք կգնան այդ ծառայությունները կանեն, կհերթափոխեն բոլոր տեխնիկական աշխատանքներին կծանոթացնեն իրանց եւ պլյուս կամավորականներն էլ, որ մեծ սիրով կկանգնեն, կղեկավարեն տվյալ սա SPV դրոն քշել չի, որ ասենք դժվար է ամիսներ պետք սովորելու եւ այլն։ Սա ժամանակի ընդամենը 5-10 րոպեում իրագործելու խնդիր է, որ կարելի է ամեն ինչ անել։ Դրա համար նորից եմ ասում, ժողովուրդ ջան, օգնեք, իրագործենք, պաշտպանենք մեր երկիրը։ Ընդամենը մեզ պետք է կնոպկեն, սեղմենք, արտադրությունը դուրս գա, ամեն ինչ արված է, եւ հաստոցներն են ձեռք բերվել եւ ու պետությունը ոչ մի բանից խաբար չի եղել, պատկերացրեք, այսքան բան արվել։ Այսինքն պատրաստի պրոդուկտը կա, խիպտի մենք այսօր նստենք խեղճանանք այս ամեն ինչի դեմ, որ փորձարկումն էլ արվել է, փորձարկումն էլ անցել է, եւ թե նստենք ու ասենք սպասենք, ասենք 25 թիվը բյուջետ փող չունի, 26 թիվը բյուջեն փող չունի, կամ մեզի, то մենք ենք պետք մեզի, ուրիշ ոչ մեկի փողն էլ պետք չի, հենց ճիշտ ասկցեք ժողովուրդ ջան, էսա։ Հիմա ներկա դրությամբ մի խնդրանք պետք է ունենք, որ մենք ունենանք այդ հնարավորությունը, թեկուզ այս վաղվանից անելու այս ամեն ինչը, մի խնդրանք պետք է ունենանք մենք պաշտպանության նախարարությանը, որովհետև մեր մասնագետները հենց հիմա գտնվում են 20-օրյա հավաքների մեջ, եթե հարկ եղավ, պետք է իրանց գործուղեն նորից կամ աշխատանքները շարունակենք։ Ընդամենը այս պահն է միակ խոչընդոտը, եւ դա խոչընդոտ չեմ համարում ու համոզված եմ, որ դրա հարցը կլուծվի, բայց ինչ վերաբերվում է, որ ի վիճակեր ենք մեղրիից մինչև նոյեմբերյան եւ մեղրիից մինչև հարազդայան այն մեծ ամրոցը մենք դրանք կառուցենք մեր
լեռներով մեկ սահմանների վրա ու չկարողանան մեզ հաղթեն, դա հաստատ փաստ է։ Ես չգիտեմ Իսրայելը քանի օր քիչ առաջ գրեցին, որ Իսրայելին ընդամենը մի 3 օրվա ռակետա մնացել, որ կարողանա օգտագործի, բա գիտեն ինչը պրծնում է, կրակելով պրծնում է էլ, վաղը Ադրբեջանն էլ ինչքան էլ առնի լսնա, պետք է պրծնի վերջը, այդ է ամբողջը։ Իսկ մերը պաշտպանականը հեչի պես ամեն ձևի հնարավոր է անել, ու մենք այս ամբողջը սարքում ենք մեր միջոցներով, տեղում, տեղական արտադրություն ենք անում, որը լացացնելու է Թուրքի մամանը, շատ կներեք ես այս արտահայտություն եմ անում, ու հաստատ անող ենք գիտի մենք։ Չգիտեմ, ես համոզված եմ շատ ու շատ կազմակերպչի միջալոց մեր աշխարհազորի տղերքն են մեր հետ, այս պահով մեր ջոկատներն են, մեր կամավորական ջոկատներն են մեր հետ, սա իրար հետ ենք։ Այ Հակոբ Ագայանը նայում է, հենց հիմա միացավ, նայում է, Հակոբ ջան, ողջունում եմ քեզ, Հակոբ Ագայանն է, այս իրար հետ ամբողջ օրը մենք, ոնց ասած, իրար միս ենք ուտում այս երկրի համար, ես ու Հակոբը։ Ինքը այնտեղ է ներվայնանում, ես տեղ եմ ներվայնանում, թե մինչև երբ սես պետք է շարունակի չեմ իմանում այս ամբողջը։ Պետք է վերջ տանք այս ամեն ինչի եւ այս երկիրը փրկենք, ես սենց եմ գտնում, թե չէ ելնենք իրար միս ուտելով, ստեղ ներքին խրբրտոցներ, պաշտոնակռիվ ենք անում, սուրբ ենք ուզում ձևանանք, ես ինչ ենք ուզում դառնանք, ես այդպես չեմ, ես իմ համար ամենամեծ սրբությունը, իմ համար այսօր իմ երկրի անվտանգությունն է, որտեղ սրա մեջ է, իմ հավատքը սրա մեջ է, իմ Աստվածը սրա մեջ է, որ ես պետք է ճանաչեմ ով եմ ես, ինչ հավատքի եմ ես, սենց պետք է լինի։ Հիմնական էսա, չգիտեմ, երևի տեխնիկական Նինա Ստեփանյան, այդ իմ երկիրը չի, մենակ, որ սենց բանես կրել, մեր երկրի մասին եմ ես խոսում, Նինա Ստեփանյան, բան եք գրում, մի հատ հասկացեք, ինչ եք գրում, էտնոր գրեք։ Հիմնական այսքանը իմ հարազատներ, իմ ժողովուրդ, եկեք միանանք, միասնական ձևով անցնենք գործողության եւ նորից եմ ասում Վարդան Ավետիսյանը բարևում է Հակոբ Ագայանին։ Հակոբ Ագայանին բոլորն են բարևում։ Ամբողջ հայ ժողովուրդն է բարևում։ Ուրեմն նորից ես դիմում եմ մեր մեծահարուստներին, խնդրում եմ ձեզ բոլորիդ, ճիշտ հասկացեք, վաղ հարաբերքը որ եկավ, ոչ դեր հարստությունը ձեզ պետք լինելու, ոչ մյուսը, եւ այնպես երեք, որ կարողանանք պաշտպանենք այս երկիրը, կարողանանք զորացնենք մեր բանակը, ժողովուրդ ջան, եկեք այդպես անենք, հիմնական էս էր իմ ասածը, եւ ուրիշ ձև չեմ կարող ասեմ, ես մի բան վստահ ասում եմ, որ այս ռոբոտները, որ այդ գմբեթները, որ այդ պասիվ պաշտպանությունը, մեր լեռները, քարանձավները, ամեն ինչը պետք է օգտագործվի, ամեն մի քարու, պետք է օգտագործենք մեր հայրենիքը պաշտպանելու համար։ Տեսեք Իրանը այնպեսի ռմբապաստարաններ է կառուցել, որ ասելու չի։ Չեն կարող ինչ ձևի ռումբեր են գցում, ոչ մի ձևի չեն կարող ուրեմն ներքևում վնասեն իրանց։ Իսկ մեր մոտ ինչ, վաղը թիկունքում կռմբակոծեն այս ամեն ինչը կվերանա, ուք բրից քանի դեռ չեն ռմբակոծեն մեր պահածները, զենքերը քաշենք դնենք սահմանի վրա եւ պաշտպանենք մեր երկիրը։ Ես այս կարծիքին եմ Դե մենք այդ մասին էլ ենք մտածում, այդ սցենարին էլ ենք մենք հետում քիչ առաջ ասեցի
որ այն սցենարը, որ Իրանում գնաց իրանց ղեկավարներին, գիտնականներին բան վերացնելու հարցով, նույն սցենարը կարող է ստեյթ, բայց ամենայդեպս մեզ այդքան էլ չի հետաքրքրում մեր անձնականը, Վարդան ջան, ճիշտ ես ասում, բայց ամենայդեպս մենք արդեն իսկ սարքել ենք այս ամեն ինչը, գծագրերը կա, ամեն ինչը կա, դրանով մենք կարողանանք արտադրությունը կգնա, առանցին ձեր կգնա այդ արտադրությունը, խնդիրը դրանում չի, խնդիրը կարևորը արտադրությունը որ գնա, անացովին էլ միացավ մեզ արդեն, այո, թիկում կանգնենք, ուրեմն այստեղ թող ոչ ոք չմտածի, որ ես կարող է պատահի մի երկու հոգի խոճապային մեկնաբանություններ են անում, Դավիթ, դե մենք խոճապի մատնվող չենք, իմ սիրելի ժողովուրդ, մենք պատրաստ ենք մեր հայրենիքի համար անել ամեն ինչ, եւ գիտեք ինչ կա, հաշվի առեք հետեւյալը, որ մարդ եթե մի ճանապարհով գնացել է իր ամբողջ կյանքը, դրանով էլ պետք է ավարտի, շեղվել չկա, ես այս կարծիքին եմ, ճանապարհից շեղվել չկա, հայրենիքից թանկ բան գոյություն չունի, եւ այսօր ես կարդացի Հակոբ Ակայանի, այո, Հակոբ ջան, քո գրառումը կարդացի, շատ տեղին դիտողություն ես արել, որ եթե հասկանան հանկարծ այդ քո գրածը ինչ է նշանակում, ինձ թվում է մեր դեմը խաղ չի լինի, այդպես է, հենց որ նորից ու նորից, սիրելի մեծահարուստներ, սիրելի ժողովուրդ, եկել է այն պահը, որ եթե ժամանակին ասում էի թոշակառունքը իր թոշակը դնի, իրան պետք է գալու, այո, այդ 1000 դրամն էլ այսօր այդ գործերի մեջ պետք է գալու եւ ասեցի հաշվի համարները, որտեղից վերցնեք, ոնց կարողանաք ուրեմն օգնեք, որպեսզի մենք կարողանանք այդ արտադրությունը տանք ու մասնավոր սեկտորով կարողանանք տեղադրենք մեր սահմանամերձ շրջաններում, պահենք ու պաշտպանենք մեր երկիրը։ Այսքան բան կարամ ասեմ, էլի եմ ասում, երևի թե տեխնիկական պայմաններից ելնելով չի միացել մեզ բանը, ոչինչ, երևի թե մենք հետո նրա հետ մի հողի եթեր դուրս կգանք, բայց հավանաբար շատ կուզենայի, որ Հակոբ Ագայանը մի հատ հողի եթեր դուրս գար, իմ ժողովուրդը լսեր իրան, ես էլ ասեմ ձեզ։ Հիմնական այսքանը, բարի գիշեր բոլորիդ, ուժեղ ենք մենք, էլի եմ ասում, բայց ուժեղ ենք այն ժամանակ, եթե մենք կանգնացենք մեր բանակի, մեր ուրեմն զինվորի թիկունքին, իսկ ինչ վերաբերում է, թող արտակարգ իրավիճակների նախարարությունը, թող իրանց ակաշներին ող անեն, որ այս ժողովրդի անվտանգությունը դրված է իրանց վրա եւ կարողանան կազմակերպեն քաղաքացիական պաշտպանությունը ճիշտ ձևով ժողովրդի մեջ վաղը մի օրը մի հատ ատոմային օբյեկտ այնտեղ որ պայթավետ ռադիացիան վարկենական մտնելու է Հայաստան Չեռնոբիլ ենք դառնալու հաշվի առեք այդ ամեն ինչը եւ եթե դուք մտածում եք այսօր ձեր ընտանիքներով պետքա թռնիք հետակ ուրել հետակ չեք պրծնելու մեզնից դեռ էլ հաշվի առեք եթե ձեր աշխատանքները չկատարեք հիմնական այսքանը բարի գիշեր բոլորիդ ժողովուրդ ջան բարի երազներ եմ ցանկանում եւ Աստված առաջ թող Աստված ապավել լինի մեր ազգին մեր ժողովրդին